Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարևին շացելի հեռուստադիտողներին Մեդինֆորմի շրջանակում այսօր մենք կզրուցենք օնկոհոգեբանության մասին։ Քաղցկեղային հիվանդությունները գաղտնիք չէ, որ ողջ աշխարհում շարունակում են շատ մեծ տեմպերով զարգանալ եւ հիվանդությունը սկսում է նախ եւ առաջ ընկճել մարդու հոգեկան աշխարհը։ Ինչ է տեղի ունենում մարդու հետ այդ ժամանակ, ինչ օգնություն է պետք ցուցաբերել նրան, թե այս շուրջ ես զրուցելու եմ հրավիրել կյանքի որակենտրոնի հիմնադիր, ինչպես նաև հոգեսոմատիկ, օնկոհոգեբան, էպիգենետիկ դոկտոր Միրզաբեկին։ Բարև բժիշկ։ Շնորհակալ եմ, որ իմ զրուցակիցն եք եւ այս թեման, որը անչափ հուզում է բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն հարազատների մեջ քաղցկեղով հիվանդ մարդ կամ հենց իրենք են կրում այս հիվանդությունը, նախ եւ առաջ հետաքրքիր է նրանց, իսկ այդպիսիների թիվը փոքր չէ։ Եվ այսպես քաղցկեղ, հոգեբանության ընկճում, մարդու հոգեկան աշխարհի ասես հեղաշրջում։ Ինչ է տեղի ունենում մարդու հոգեկան աշխարհի հետ այն պահին, երբ տեղեկանում է այդ հիվանդության մասին։ Խոսքը վերաբերում է նաև նրա մոտ հարազատներին, խնդրեմ։ Դե իհարկե օնկոլոգիան հիմա զարգացել է։ Երևի 70% մարդիկ մեռնում են օնկոլոգիայից, ոչ քրոնիկական հիվանդություններից եւ ինֆարկտ, ինսուլտ ուշացել է 70%։ Դե գիտեք, как раз таки սխալ է բուժելը օնկոհիվանդների, բուժել սխալ է, որտեղ միջով ծրագիրը դուրս չգա ԴՆԹ-ից, ինչի է եկել այդ պատճառը, էլի որպես պատճառը պետք է հանենք։ Դե ինչքան 35 տարի այդ գործի մեջ եմ, քրոնիկական ստրես։ Կամ դուք ապրում եք այն տեղում, որ չեք մարսում այդ մարդին, բայց ուզած չուզած ամեն օր տեսնում ես։ Այստեղ ուժը սկսում է աղիքների ստամոքսի խնդիրները։ Ես իրանք չեմ մարսում, բայց ուզած չուզած պետք է լինեմ այնտեղ։ Ու կուտակում, այնտեղ գալիս է ուժը մինուս զարյադը իջնում է, պլյուս զարյադն է շատանում։ Ինչ է դա նշանակում։ Եթե մինուս զարյադով ես ապրում, դու չես ծայրանում։ Եթե պլյուսով ես ապրում, это թթվածին кислотность. Թթվայնություն, այո։ То есть արունը դառնում է մուրաբա, то есть դու անդադ լարված ես, հանկարծ բավոր, ստրեսը չկա, բայց դու զակազ ես տալիս այդ ստրեսը։ Ու անդադ սպասում ես։ Ասում է, ինչքան է դու սպասես, մի բանի վրա մտածես, դա էլ է աղոթք եւ արարիչը տալիս է քեզ պատասխան, դե ստացի։ Վախեցել ես, դե ստացի։ Քո վախի արդյունքը։ Երրորդ վարիանտը սիրո պակասությունն է։ Եվ ինքը տեսնում է, որ մեկը ուշադրություն չեն դարձնում, սկսում է ձևացնել, որ ինքը հիվանդ է։ Որ երեխեքը ձևացնում են հիվանդ է, որ չգնան դպրոց։ Դա օրինակ։ Չէ, խոսքը հենց ռեալ հիվանդությունը փաստ ունենալու դեպքի մասին է, ոչ թե ձևացնելու։ Այս դեպքում как раз таки պատճառն եմ ասում։ Ահա։ То есть ինքը ձևացնում է, որ հիվանդ է, որ դպրոց չի գնա, հիվանդ է, որ պատասխանատվությունից դուրս գա։ Հա, ու շատերը հիվանդանում են սկզբից հասարակ հիվանդություններով ու տեսնում են, որ մեկը այլի պատասխանատու է, ու հետո это զարգանում է, ասում դե ստացեք։ Հիմա դուք չեք կարող ծեծեք, չեք կարող ստիպեք ու ռակի բջիջը սկսում է զարգանալ։ Երրորդը դու միշտ փախուստի մեջ ես։ Հարցեր որոշելու տեղ փախչում ես։ Դուրը շփոթվում ես, դուրս ես գալիս, բայց հարցը որոշված չի։ Բայց մեր մարմինը իցնե տված չի, որ դու պարտվես կամ հարցերը չորոշես։ Ու դրա համար ուղիղ սկսում է նագրուսկի տակով ծանրաբեռնված, այո։ Ու տեսնում է, որ հոգին չի կարող հարցերը որոշի, ինքը վերցնում է իր վրա, որ գոնե կյանքը երկարացնի։
Դոկտոր Միրզաբեկ, այ կարգավորելով հոգեեմոցիոնալ աշխարհը քաղցկեղի հիվանդության դեպքում հնարավոր է հիվանդությունը ավելի լավատեսորեն գոնե հաղթահարել, գոնե մոտենալ այդ դրական ուղուն։ Իհարկե սա զուգակցվում է քաղցկեղի դեմ լուրջ բուժմամբ։ Հա, նորերը շաբաթը մի հոգի նախ ունեմ օնկո հիվանդ, բայց կեսից շատ հա դուրս են գալիս այդ օնկոլոգիայից։ Բայց այն 40% կարող է դուրս չգա։ Դրա համար ես կյանքում գարանտիա չեմ տալիս։ Եվ դուք էլ փախեք այն մարդուց, որ գարանտիա տալիս, որ նա կբուժի։ Դաժե խիմիայից հետո, վերահատությունից հետո շատ-շատ 5 տարի ձգես օնկոլոգիայից։ 98% մարդիկ մեռնում են, որովհետև ծրագիրը փոխած չի։ Ինքը ոնց եղել է միամիտ, ոնց եղել է տագնապի մեջ, սենց էլ մնացել։ Այ դուք ինչ եք առաջարկում այդ տագնապը վերացնելու համար, ինչ մեթոդներ ունեք։ Դե տագնապը ումից է գալիս, առաջի տագնապը գալիս է ծնողներից, որ երկու մարդը որ մենք տեսնում ենք, ձվաբջիջը եւ սերմը։ Ու ինչ հարաբերություն դու ունես պապայի հետ, ուժը եթե կինես աչ կողմն է սկսում բորբոքվել, աչ կուրծքը, եթե վատ են հոր հետ հարաբերություններ, այո։ Հա, եւ այդ աղջիկները ֆինանսական միշտ լավ չեն։ Եթե մոր հետ, կանանց հետ, անպայման չի մոր, երեխեքը, տատիկը, մաման, այսինքն պետք է ծնողների հետ լինել հաշտ։ Ձախ, հա, ձախ անգունն է։ Ու ասում ես հիշաչափ չեմ, բայց լավ չարություն ունեմ, լավ էլ հիշողություն, բայց հիշաչափ չեմ։ Դες ներելու մոմենտ մեզ չունենք։ Մոռանալը դա խանգարում է չներելը, այո։ Բա ինչ, դրից է սկսում։ Ասում դու հիշում ես, ինչ պետք է մոռանաս։ Ասում հա հիշում։ Դες այդ խորհուրդը որ մոռացի, ների, դա խոսքի լուծա իրականում։ Դուք պետք է պատճառը հանես ինչու ես դու նեղացել, որովհետև նեղանալը դա օգուտ է մարդուն։ Ինքը իրան զենքի պես օգտագործով վիրավորվել է եւ նեղանալը։ Ու հետո տեսնում է որ մի անգամ ինքը նեղացել է կանֆետ է ստացել ու դառնում է սովորություն։ Հետո որ ինքը նեղանում է կանֆետ չի ստանում, ոչ մեկ իրան ուշադրություն չի դարձնում, այդ նեղած կոտ կամ խփած դեմքին տեսքը սաղ կյանքը երևում է։ Մինչև երբ, մինչև ինքնա պաշտպանական սիստեմը չթուլանում։ Դոկտոր Միրզաբեկ, այ մենք խոսում ենք քաղցկեղ կրող հիվանդների հոգեբանական կողմի մասին։ Այս դեպքում շատ դժվար է եւ ճիշտ պահպանել հոգեբանական հավասարակշիռ վիճակը եւ զուգահեռ այդ լուրջ ծանր բուժման կուրսը, որ անցնում են այս հիվանդները տարբեր կուրսերով, տարբեր մեթոդներով։ Այս դեպքում հնարավոր է համատեղ բուժմանը նաև հոգեբանական կողմը պնդացնել, ամրացնել, քանի որ այս լավատեսությունը միգուցե նրանց օգնի շատ խնդիրներ հաղթահարել։ Միասին իհարկե եղել է դեպքեր, որ մենք միասին ենք աշխատել համբժիշկներ, համ մեր սիստեմայով եղել է, բայց եթե դու մտնում ես մարմինի մեջ, դա ուժը պրոբլեմ է։ Իհարկե, էլի ասում ով կարևորը չի հանձնվես։ Դու մենք էպիգենետիկա եք օգտագործում, մենք գնում ենք առաջինը, եթե դու կին ես, առաջի պրոբլեմը սկսի փնտրել ձեր պապայի մամայից։ Եթե դու տղա ես, առաջի պրոբլեմը մամայի պապայից։ Իրան կյանքը որակը դաշ ջինջում ես, հետո տեսնում ես քաղցկեղծ չկա։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ինքը վերցրել է այդ ծրագիրը քաղցկեցնի իրան տատիկից, պապայի մամայից, եթե կինը։ Պատկերացնում եք, մենք էլ ենք զարմանում, ոնց իրականում ես իրավունք չունեմ ռակ բուժեմ, բար բուժեմ իրավունք չունեմ օգտագործեմ։ Դե դա ուռուցքաբանների գործն է, հասկանալի է։ Դրա համար մենք ինֆորմացիան ենք հանում։ Այ ինչպես եք հանում, ինչ քայլեր եք Օրինակ պատկերացրեք լիմոն։ Ահա։ Պատկերացրեք։ Այո։ Ինչ եք զգում։ Թթվայնություն։ Հա, բայց ես բառ եմ չի ասել։ Դուք լիմոն չեք կերել։ Եթե օրը 40-50 անգամ դուք լիմոն պատկերացնեք, իրիկունոշ դժվար հաց կուտեք, քիրվում է, չորանում է դեր բերանը։ Մենակ պատկերացումով, որովհետև բջիջը չի հասկանում, դա ինքը ուտում է թե մտածում։
Շատ լավ, ինչ Եթե մեթոդներով եք աշխատում։ ուրիշ վատ բաներ ես հիշում, ուժը աղիքներն է հյուսվում, սիրտի պատերն է հյուսվում, ասում առավոտ չի արթնացած։ Այսինքն ձեր հորդորով պետք է փորձել մոռանալ վատը, այո, մի կողմ դնել։ Չմոռանալ, արի չլինի, չներելու կամ ներելու։ Հասկացա՞։ То есть ինքը սմացից եղել, որ էշ եղել 10 տարի, խի է այդ մարդու մասին ինքը մտածել եւ չներել։ Իմ գործը ստա է, ոչ հոգեբանություն, հանգստություն։ Ինքը վերցնում է պատասխանատվությունը իր վրա, հիվանդությունների կորում է։ Բայց դա ձև կա, պրոստը շատ երկար է պատմելը։ Ատե ես պետք է անսանեմ, որ ասեմ ձեզ լիմոն, եթե ուզեք, թթվայնությունը գա, եթե չուզեք չկա։ Դա եմ գործը, դրա համար մենք պատրաստում ենք դաժե բայ без правил, MMA-ի։ Աշխարհի չեմպիոն։ Դենա Արտուր Արուշանյանը 5 անգամ չեմպիոնատ արել։ Մենակ դասերը անցելով, որ մենք դասեր եք անցկացնում, սովորացնում եք, ոնց դուք տագնապը 20 րոպեում հանեք, որ բժիշկները չեն կարող 10-20 տարի բուժեն։ Հասկանում եք։ Հոգեբանական մեթոդ է։ Դրա համար դասեր եք պետք դաժե ունենք, 2 շաբթի, 4 շաբթի եւ շաբաթ օրը։ Մենք խոսում ենք քաղցկեղի հաղթահարման հոգեբանական կողմի մասին, բոլորս էլ գիտենք, որ կինը իր էությամբ ավելի էմոցիոնալ աշխարհ ունի եւ ավելի հակված է տրվել ստրեսներին, տագնապներին եւ այլն։ Դե եթե խոսքը գնում է այս ճարիքի մասին, բնական է կինը ավելի էմոցիոնալ դա կտանի, քան տղամարդը։ Ի վերջո կնոջ հոգեբանությունը ուսումնասիրելով այն չեք հասկացել ինչու է նա ավելի էմոցիոնալ եւ ի վերջո ինչ է չի կարելի հասկանալ։ Անհնար է։ Ինքը իրան չի կարող հասկանալ։ Կնոջ պետք է զգալ։ Ես մի 5-6 տարի մենակ այդ վարժություններ եմ արել, որ կնոջը զգամ։ Որ կնոջին զգում ես, չես թողում խափի։ Որ ինքն էլ չի հասկանում ինչա կատարում իր հետ։ Հասկանում եք։ Ու այդ զգայարանի միջոցով ես տանում եմ իրան պատճառը։ Դաժե շատերը պատճառը սկսում է մամայի փորիկից։ Եվ առաջի բեմնավորման վարկյամներից ինչ վիճակում է եղել պապան եւ ինչ վիճակում է եղել մաման։ Շատերը մաման չի ուզում, պապան ստիպում է։ Դա ուժը երեխին ծնվում է բռնաբարվածության միջոցով։ Ու սա կյանքը իրակ տարապում է, որովհետեւ մաման չի ուզել, բայց իրան ստիպել է։ Ճուկեցեք։ Երեխա ունենալու փաստը։ Ոչ որովհետեւ 2 տարեկանից աղջիկան ասում են չի կարելի, դու աղջիկ ես ամոթա, աղջիկը ընդունում է փաստ, աղջիկ լինել չի կարելի, որովհետև անալիզը քիչ է, որ հասկանա, եւ ամոթա լինել աղջիկ։ Ես չեմ տեսել աղջիկ, որ անհանգիստ չի։ Առաջին սպանողը այդ բառն է, ամոթ։ Ոնկոլոգիան 2 տիպի մարդ կա, մեղավոր եւ ամաչկոտ։ Հասկանում եք։ Եթե այդ 2 բառը չկա, 120-130 տարի կապրես։ Այսինքն չունենալ մեղքի զգացում եւ չլինել ամաչկոտ, այո։ Ջան։ Բայց այդտեղ ով ամաչկոտ չի, ասում են փչացած։ Չէ, դե սահմաններ հատելը իհարկե կապ չունի դրա հետ։ Շատ բաներ են անում, մեկը ծիծաղում է, չեն թողում, ամոթանի ծիծաղը, ես շատ լսել եմ։ Հոգու ազատության մասին խոսքը ոչ թե ներսի բերդն միացնում, հետո ասում է երեխես անհաջող։ Բավոնսն է հաջող։ Ներսի բերդում ինքը գլուխը քաշքցած, ոչ մի առաջարկություն չի անում, իհարկե ինքը չի ամուսնանում։ Որտեղ իրան սովորացրել լինել ստրուկ։ Էփող թափողն է միշտ ռակը։ Լեզին ռակ չի լինում։ Շատ հազվադեպ։ Այո։ Լեզինով է ինքնասեր մարդ։ Ինչքան մաման իրան սիրի, երեխեքը միշտ հաջող են։ Եթե մաման ես ոչինչ դուք լավ ելնեք, ընտանիքը փթում է։ Դոկտոր, եւ խոսենք նաեւ փոքրինչ սնոտի ապաշտական թեմայի մասին, հակիրճ անդրադառնանք նրանց, գիտեմ, որ շատերը չեն հավատում, այո, այդ թուղթ ու գիրասված եւ այլն, սրանք ընկճում են հոգին, ընկճում են մարմինը, ինչ որ չար ուժեր են, որ անունը դրել ենք այսպիսի ժողովրդական անվանում, սակայն այստեղ կան գիտական ինչ որ բնորոշումներ։ Եթե երեխան 3-4 տարեկան վազում է, ու տատիկը հարևանուհի հետ խոսում է թուղթուգիրի մասին։ Իհարկե երեխեն ասում է իրանք եթե մեծ են, значит լուրջ թեմա է։ Ու անդադար լսում են, հետո նրա մազեն գտնում, թե ինչ են գտնում, ճիշտ է ԴՆԹ։
դնթն ուզում է Ամերիկան բոց մազերի կտրի, եթե Ամերիկան մեկը գտնի քու մազը, այդ մազի միջոցով կարա ուղարկի ինֆորմացիան Երևան։ Կվանտային ֆիզիկա դա ապացուցում։ Այո, իհարկե այդպիսի փաստեր կան։ Ու իրականում թուղթոգիրը ասում են այն մարդիկ, որ չեն ուզում պատասխանատվությունը վերցնեն իր վրա։ Ու մեղադրում են տամ հորքուրին, մորքուրին, որ թուղթոգիրը արել կամ ինչ, հարևանին, աշխունին, որ պատասխանատվությունից դուրս գան։ Մենք ինչ ենք անում, մենք հանում ենք ինֆորմացիան, որտեղ է եկել այդ բարը։ Այո։ Այդ բարը, որ հանում ես, ինքը շատ բաներից ազատվում է։ Պրոստը բարը դնթի մեջ, ծրագիր է։ Եվ որ ինտերնետում դու փոխում ես, չէ, մեկ-մեկ ծրագիրները ջնջում ես, դաբարի տեսանում, նոր նկար, նույն բանը դնթի է անում։ Հնարավոր է այստեղ։ Մենք սովորել ենք։ Էյնշտեյնը ասում է, եթե դու ուզում ես դուրս գաս վատ վիճակից, դու պետք է լինես լավ վիճակում։ Բայց ոնց։ Մենք տրամաբար գտել ենք այդ սիստեմը։ Այդ Էյնշտեյնը ասել է 23 գտել կիսվեք մեր հեռուստադիտողի հետ։ Էքսպերիմենտներով։ Իսկ ինչպես է կարողանում փոխել։ Այդ որ ասել եմ լիմոն, դու չէ՞ եկե։ Այո։ Ուղղը գիտի թե միտքը եւ իրականությունը նույն process-ն է։ Գիտեմ, որ ունեք նաև դասընթացներ, որով մարդկանց պատրաստում եք որպես հոգեբանական ամուր մարդիկ եւ նաև ինչպես նշեցիք, իրենք օգնում են իրենց շրջապատներին։ Դասընթացները ձեր ինչքան են տևում։ 3 ժամ։ Ամեն դասը։ Ամեն օր է թե։ Չէ։ Էպիգենետիկան ամեն понедельник, շաբաթ, պսիխոսոմատիկան չորեքշաբթի։ Բայց էլի ունենք դասերը։ Արդյունքում ստանում են դիպլոմները։ դիպլոմները։ Առաջի զանգից ով հետաքրքրվել է, այո, իմացեք, որ կյանքը փոխվելու է իրան։ հենց առաջին այցից է։ Առաջին դաժե զանգից։ Այսինքն ձեզ ովքեր կարող են դիմել հոգեպես ընկճված մարդիկ, թե մարդիկ ում հետաքրքիր գիտության այդ ճյուղը։ Շատ բժիշկներ են գալիս, հոգեբաններ են գալիս մեզ մոտ բուժվելու։ Ոչ բուժվելու, այլ խնդրից դուրս գալ։ Որտեղ հոգեբանները ինձ ասում են, ինչ նշանակում է, ես էլ եմ խմում։ Որտեղ իրանք են նույն մարդ, ոնց հիվանդ է։ Մենք տակրած բարձրացնում ենք իրան, ինքը համ ֆինանսական ապահոված ապագայում։ Այսինքն ձեզ դիմում են հոգեբանները որակավորման Շաբաթը երկու հոգի նախ դիմում են։ Այո։ Даже Москвայից ունենք, Ռուսաստանից, Ամերիկայից հոգեբան, ՄԳՈ, Մոսկովский государственный университет։ Այո։ Եվ օնկոհիվանդները, ինչպես մեր զրույցից կրում։ Ну, это по всему миру, օնկոն Ամերիկայից շատ է։ Ձեզ եմ շնորհակալ, դոկտոր Միրզաբեկ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի հոգեսոմատիկ, օնկոհոգեբան, էպիգենետիկ դոկտոր Միրզաբեկի հետ։ Կարևորը խնամված լինելն է, Չերչինյան Cosmetics։